ձեզ ընկեր Արմին է, որ խնդրեմ ինձ 5 հատ ատմարցինայի միքստաշո պաղպաղը կտակ։ Վանիլային թե շոկոլադե։ 3 հատ շոկոլադ, 2 հատ վանիլային։ Բա գումարը։ Երեխեք, Սիմոնը ձեզ էլ է ասել, որ դասարանում անակնկալա պատրաստել։ Հա, ինձ թվում է իր անակնկալի պատճառով նորից բոլորս պատժվելու ենք։ Չեք հիշում, անցած անգամ դասանի պատուհանները կոտրել էր ու ամբողջ ձմեռ կուրտկայով էինք նստում դասին։ Հա, բայց էդ էլ իրա պլուսները ուներ։ Բոլորս Իվանացանք ու 2 շաբաթ դասի չեկանք։ Յա, էս եկաք, հիմա մտնում ենք լսարան ու դուք տեսեք ախպերը ինչ գենիալնի բան է մտածել։ Էլի մի հիմար բան մտածել ես, չէ։ Այ դու թեմայի մեջ ես, այս անգամ բարիս բուն իմաստով հիմար բան եմ մտածել։ Էսը զանգը կտա կտենեք։ Սիմոն գժվել ես, արագասու ջնջի քան ինքես Սարգսյանը չի եկել տեսել։ Հա թող գա տենա, ինչ գիտի որ մեկը սա գրել։ Սիմոն, եթե էլի քո պատճառով պատժվել ենք, ձեռքներիցս չես բրցնելու։ Okay։ Երեխեք ընկեր Սարգսյանը գալիս է, արագ նստեք եղել։ Հանգիս։ Նստեք։ Տարօրինակ լուռ եք։ Վստահ եմ, որ մեջքիս ետևում դավեր եք նյութում։ Իսկ թե ինչ դավեր կպարզենք հետո, բացեք տետրերը։ Փաստորեն սիրտս ճիշտ էր գուշակում։ Ո՞վ է այս տեքստի հեղինակը։ Ձեզնից ով է այս տեքստի հեղինակը։ Լավ, ես չեմ նյարդայնանում։ Հիմա կպարզենք։ Պարզելու ենք, թե ձեզնից ով չի հասնելու վերջին զանգի արարողությանը և լացակումած տեքստեր չի ձոնելու իր ուսուցիչներին։ Դե։ Ես չեմ նյարդայնանալու, բացարձակ։ Ես հենց հիմա կգնամ և տնօրենին կկանչեմ։ Տնօրենին եք վիրավորել, թող նա էլ գա և այս հարցը լուծի։ Հիմա կգա։ Եվ այն հարցին, թե ով է այդ տեքստի հեղինակը, այսպես, անմարդաբնակ հայացքով նայում են ինձ ու լռում։ Խնդրեմ։ Բայց գրատախտակին հավասարումներ են գրված, ընկեր Սարգսյան։ Ով ջնջեց։ Ընկեր Սարգսյան, ի սկզբանե հավասարումներն են գրած եղել։ Լսեք դուք մեր տնօրենին լրիվ հիմարի, այսինքն մեզ լրիվ հիմարի տեղ եք դրել, հա։ Պարոն Հախվերդյան, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Հանգստացեք, ընկեր Սարգսյան։ Ես հանգիստ եմ, իմ կենտրոնական նյարդայնը։ Ընկեր Սարգսյան, հանգստացեք։ Միգուցե դուք ինչ-որ հիմար կատակ եք արել, կամ գուցե շփոթվել եք, բայց նման բան չկրկնի, թե չէ կհեռացնեմ ձեզ դպրոցից։ Լսեք, պարոն Հախվերդյան։ Փաստորեն դուք չեք հանդարտվել։ Լավ։ Եթե ձեզ թվում է, ես հիմա պիտի լքեմ դասարանը, որպեսզի դուք հասցնեք ջնջել սա, ապա դուք սխալվում եք։ Ես կզանգեմ մեր տնօրենին և նա ինքը կգա և կհամոզվի։ Զանգը գնաց։ Ալո։ Պարոն Հախվերդյան, շատ եմ խնդրում, մի 2 րոպեով կարող եք բարձրանալ իմ դասարան։ Այո, գրատախտակին նորից գրել են, դուք տխմար։ Մի րոպե։ Չսան, տխմար։ Հենց հիմա գրիր այն, ինչ գրած էր։ Չէ, էլ ընկեր Սարգսյան։ Արագացրոսի, գրիր։ Շուտ։ Մեր տնօրենը տխմար է։ Ծաղրում եք, հա։
Տխմար է։ Շարունակիր։ Չէ։ Դուր էստեղ ասացի։ Տխմար է։ Մեր տնորենը տխմար է։ Հիմա տնորենը կգա ու դուք ձեր պատիժը կստանաք։ Այսպես։ Ու ոնց հասկանամ, ընկեր Սարգսյան։ Չէ, Դեմքիս է, ես տխմար եմ։ Ես կբացատրեմ, դուք կհասկանաք։ Տխմար եմ, ես ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ պետք է բացատրեք, ընկեր Սարգսյան։ Գրատախտակին դուրում եք Բարև ձեզ սիրելիներս։ Ով կարող է ասել ինչ տնային առաջադրանք էի հանձնարարել երեխաներ։ Ասա տղաս։ Հանձնարարել եք, որպեսզի շարժություն գրեինք իմ դասղեկը վերնագրով։ Շատ լավ։ Հուսով եմ բոլորդ հիշում եք, որ ես շատ բարձր եմ գնահատելու այսօր ձեր անկեղծությունը։ Արտակ ջան, սկսենք քեզանից։ Կարդա։ Ընկեր Հայրապետյան, բայց հաստատ անկեղծությունը բարձր կգնահատեք, չէ՞։ Դե իհարկե տղաս։ Իմ դասղեկը տարբերվում է մնացած ուսուցչուհիներից։ Նա ամեն ինչով զիջում է բոլորին։ Չնայած նրա բազմաթիվ թերություններին, մենք հանդուրժում եւ սրտատրոփ սպասում ենք մեր վերջին դասին։ Մի խոսքով ընկեր Հայրապետյանը շատ հին ու վատ մասնագետ է։ Բրավո տղաս։ Ես շատ բարձր եմ գնահատում քո անկեղծությունը ու քեզ շատ բարձր եմ գնահատում։ 5։ Մի րոպե, բայց 5-ը ամենաբարձր գնահատականը չի։ Արտակ ջան, դե քանի որ ես շատ հին մասնագետ եմ, հին համակարգով եմ քեզ գնահատում։ Նեցոր 5 ես ստանում, տղա ջան, վեր ընկի։ Ստուգենք մնացածի անկեղծ շարադրությունները։ Արման։ Ընկեր Հայրապետյան, իմ շարադրությունը այդքան էլ լավը չի, կարամ չկարդամ։ Հենց հիմա կարդա։ Հաստատ։ Կարդա։ Իմ դասղեկը։ Ես այդքան էլ չեմ սիրում իմ դասղեկին։ Իմ դասղեկը ոչ այդքան խելացի է, ոչ էլ հոգատար։ Ու եթե ինձ հարցնեին, ինչ կփոխեիր քո կյանքում, ես կպատասխանեի իմ դասղեկին։ 2 ես ստանում։ Հաջորդը։ Ինչ? 2։ Տղա ջան, 2 ես ստանում, նստիր։ 2 աղջիկ ջան, 2 ես ստանում։ Վաղը ծնողիդ հետ կգասայ անգրագետ։ Վեր ընկի 2։ Հենց հիմա դուրս գնա դասարանից։ 2 աղջիկ ջան։ 2։ Լավ։ Գոնե ձեր մեջ կա մի մարդ, ով իմ մասին շարադրության մեջ մի լավ բան ա գրել։ Ես ընկեր Հայրապետյան։ Բա ինչ ես լացում, Մարի ջան։ Որովհետև ես նոր հասկացա, թե դու ինչ վատ դասղիկ ես, մամ։ Լուր, այաններ, սիրակներ, կարելի անդեց բաներ անել։ Բայց կանգնեի, կանգնի ախպեր դու։ 3, 2, 1 Մեր զեյթունի սիրունանա ումքերդ կամար Հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար Ինձ պես խելացի Սիմպոյարուն ես մեր զեյթունի սիրունանա էլիշ դարդուն ես Տղեկ, կարող է երկը դուրը չեկավ, հն Միշո Հաստատ ապե։ Լավ անցանք պլան բեին կանգնեք Գորջան, կարող եմ մեր փողորետաց մենք գնանք Ոնց հասկանում եմ համերգիդ միակ հանդիսատեսը կեսից գնաց Մենք էլ դեռ լիքը գործեր ունենք Հայկո ջան, ես ձերդ ժամ եմ պայմանավորվել, ու այդ ժամից ընդամենը 10 րոպե է անցել։ Այնենց մի արեք, որ համերգի կազմակերպիչը ներվայնանա ու երաժիշտերին առանց փող տալու ճամփի տուն։ Այնենց որ մեծ տուշ։ Պատուհանդ փակ ես արել նայում եմ չկաս, բայց խնդրում եմ նորից բացես ու նայես վրաս։
Ես քո սիմպո գորոնեմ, ես քո սիրուն գորոնեմ։ Այդ համերգի տոմսերը ինչ արժե, որ Սա ամերգը մի հատ տոմս ունի ու արդեն առած է։ Կարոջի sold out է։ Գուսան աղբորս ասեմ նշում եք եկել ենք ստե որ քո երկացան կլսենք։ Ուղղակի ուզում եմ հասկանամ եմ դու երբ ֆանից դարար Սիմոնյան թաթան, որ մեր քրոջ Աննային սենց երկեր ես նվիրաբերում։ Ոնց։ Դուք Աննայի աղբերներն եք։ Այ, խելացի տղա է սրվում։ Մի անգամի ժոգիր։ Աննայի աղբերներն ենք, բա ով ենք։ Կարող եք դες ստե խալխի քրոջ համար ենք պաստուպի տանում։ Տղեկ ներող կլնեք, անկեղծ չգիտեի էլի, որ իմանայի ավելի շուտ կմոտիկանայի։ Ժոգումը։ Այ որ տենց ասեցի, այս երկու կեղտոտ կոշիկներով մտար սիրտս, թե չէ մեր քրոջ առած մեզ տենալու, ոչ մեկ չի կարա մոտիկանա։ Մի խոսքով քանի որ դու մեր լեվելը բարեհաջող անցար ու կյանքից չզրկվեցիր կյանք։ Գնում է անցնես մեր հոր լեվելը։ Մեր հերը այնքան դաժան է, որ իր անունը Դավիթ է, բայց սաղ իրան Դեվ են ասում։ Բայց եթե Դեյվի լեվելն էլ ես անցնում, խնդրեմ, հասնում ես արքայադուստրանն։ Տղեկ, ես ձեր քրոջը այնքան եմ սիրում, որ Դևը չէ ով ուզում է լինի, ես պատրաստ եմ։ Էդտենց դուխով որ խոսում ես, ասացների տես։ Տեր եմ։ Տես։ Տեր եմ։ Տերես։ Տեր եմ։ Այ տանում եմ գնացինք։ Գնացինք։ Տղեկ, դες գնամ այդ Դևին տենամ, հետո ձեր փողերն ու շաբաշները կտամ, լավ։ Ասասների տերես։ Տեր եմ։ Այդ լավ է որ տերես ասասներիդ։ Թե չի ով նստում այս սուրբ սեղանի շուրջ ու իր ասասներին տեր չի լինում, մնում է անտեր։ Հոպար ջան, ես նորից եմ ասում, որ քո աղջկան Աննային շատ եմ սիրում ու իմ ասածների համար տեր եմ։ Դուխով տղա ես երևում, դուրս եկար։ Ինչ ասեմ, դե չալի, մի բան չալի թող սիրունս դուրս գա սենյակից։ Ինչ անեմ։ Յանի երկի էլի հայերեն չգիտես։ Հա։ Աննա, 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 սիրուն Աննա, յարդ քեզնից կարոտ թող չմնա։ Սիրունս, արի կանգնի մեր փեսու կողքը։ Բայց ես իմ Աննան չի։ Ճիշտ ես, մինչև ամուսնանալը իմ Աննան է։ Դե մի հատ էլ իրան ասա, տերես թող լսի։ Տեր չեմ։ Ոնց տեր չես, Սարա։ Տեր չեմ։ Ոնց տեր չես, Սարա։ Նստել ես այս սուրբ սեղանի շուրջ ու ասում ես տեր չեմ։ Սիրունս, գնա բալգարկես բեր, ես սրա ֆիզը պետք է թրաշեմ։ Չէ, բալգարկեմ պետք չի։ Ասում եմ տեր չեմ։ Ոնց տեր չես, Սարա։ Չէ, տեր չեմ, բայց հնազանդ եմ։ Դե չալի, մի բան չալի բան ենք, ախպեր ջան։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Ինչպես գիտեք, ես ձեր նոր դասղեկն եմ, ընկեր Գրփոյանը։ Նախ ասեմ, որ ես առաջինը գնահատում եմ երեխայի կամեցողությունը, ազնվությունը, հետո նոր գիտելիքները։ Դրա համար խորհուրդ եմ տալիս լինել կամեցող, ազնիվ, ինչու՞ չէ նաև ձեռնբաց, որպեսզի լինեք իմ աչքի լույսը։ Օրինակ սկսենք քեզանից։ Ես Ահարոնյան Ալեքսն եմ։ Ահարոնյան Ալեքս, ինձ անուն ազգանունը ոչինչ չասած, ավելի լավ է ասես ինչ աշխատում քո հայրիկը։ Դե իմ papan կարի արտադրամաս ունի, տարբեր հագուստներ են կարում։ Դե որպեսզի ապացուցես, որ քո հայրիկը իսկապես կարի արտադրամաս ունի, ինձ վաղը բեր M չափսի վերնաշապիկ եւ L չափսի տաբատ։ Ընկեր Գրփոյան, իսկ ձեզ ինչ գույնի վերնաշապիկ բերեմ, սև թե սպիտակ։ Իսկ դու որը կնախընտրեիր։ Դե ես երկուսն է կբերեմ, որ ձեր տրամադրությամբ հագնեք։ Ալեքս, եթե դու այս տեմպերով շարունակես, դու կդառնաս իմ աչքի լույսը։ Նստիր։ Այ օրինակ դու տղաս։ Դե ես արշակն եմ, ընկեր Գրփոյան։ Իմ հայրիկը մի քանի էլեկտրոնիկայի խանութների ցանց ունի։
Ուրեմն քո կամեցողությունն ու ազնվությունը։ Մի րոպե, ընկեր Գրփոյան, ես ձեր մասին շատ եմ լսել եւ արդեն ապացույցներով եմ եկել այստեղ։ Ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Արշակ այսուհետ իմ աչքի լույսն է։ Ապրես Արշակ։ Լավ զանգեր ստանաք, ընկեր Գրփոյան։ Իսկ դու լավ գնահատականներ։ Իսկ դու տղաս։ Ես Տիգրանն եմ։ Իմ papan տաքսո վարորդ է աշխատում։ Ովչի։ Ընկեր Գրփոյան, ես որպես ապացույց կարող եմ իմ հայրիկին բերել դպրոց, որպեսզի դուք համոզվեք։ Տղա ջան, դու իսկապես կարծում ես, որ հայրիկին դպրոց բերելը դա ապացույց է։ Ուրեմն հայրիկիդ ասա, որ նա պետք է իմ 3 ամսվա ուղևորությունները ապահովի։ Տնից դպրոց, դպրոցից տուն, որպեսզի ապացուցի, որ նա տաքսիստ է, ոչ թե շարլատան։ Նստիր։ Դու աղջիկս։ Ես Անին եմ։ Իմ papan էլ մետրոյի վարորդ է աշխատում։ Այ դու պետք է հայրիկին բերես դպրոց։ Ինչի համար, ընկեր Գրփոյան։ Դե ապացուցես, որ մետրոյի վարորդները իրականում գոյություն ունեն։ Թե ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմո էմոջի, էմո էմոջի Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմո էմոջի, էմո էմոջի Քո աչքը ուրիշի մեսածքին է դու նախանձես Չգիտես քո գինը մոռացիր ենինը Չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին Չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սեն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմո էմոջի, էմո էմոջի 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 Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմո էմոջի, էմո էմոջի Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր